Ասում են Մեսրոպ Մաշտոցը հայոց այբուբենը կերտելիս մարգարեական երազներ է ունեցել, որոնցից մեկում նա տեսել է, որ քարի վրա, ինչպես ձյան վրա, տառերի հետքեր են երևում։ Պատմահայր Մովսես Խորենացին այսպես է նկարագրում. եւ տեսնում է Մաշտոցը ոչ այն է երազում, ոչ այն է արթմնի, իր սրտի խորքում, հոգու աչքերին հայտնվող աչը, որ գրում է քարի վրա։ Ոչ, այս անգամ երազների մասին չենք խոսելու։ Մեր ուսումնասիրության նոր նյութը քունն է։ Քունը որպես առողջության կարևորագույն գրավական։ Իսկ Մաշտոցի մարգարեական երազների մասին խոսեցի, ակնհայտ դարձնելու այն փաստը, որ քունը զուտ անջատում չէ արթմնի կյանքից։ Քնի ընթացքում մեր եսի ֆիզիկական ու հոգեկան բաղադրիչները ապրում են յուրատեսակ փուլեր, որոնք խիստ անհրաժեշտ են մեր առողջությանը, իսկ դրանց խախտումը կարող է նույնիսկ ճակատագրական հետևանքներ ունենալ։ Թվում է ոչ ոք չի էլ վիճում։ Մենք սովոր ենք ենթագիտակցական ինչ-որ մղումով ընդունել, որ քունն իրոք կարևոր է։ Հատկապես ծնողներն են սիրում երեխաներին հիշեցնել. ուշ քնել չի կարելի, պետք է բավականաչափ քնել եւ այլն։ Բայց սոմնոլոգները, քնի մասնագետները, փաստում են, որ գործնականում մարդիկ մեծամասամբ մատների արանքով են նայում քնի կարևորությանը, անտեսելով քնի հիգիենայի տարրական կանոնները։ Խոսելու եմ երեխաների մասին, բայց հատկապես խորհուրդներիս բաժինը հավասարապես վերաբերվում է թե երեխաներին, թե մեծահասակներին։ Երեխաներն ունեն զարգացող օրգանիզմ, որի առանձին հատվածների ու գործառույթների ձևավորման անմիջական պատասխանատուն քունն է։ Օրինակ, դպրոցահասակ երեխայի քնի միջին տևողությունը պետք է լինի 9-ից 10 ժամ։ Թույլ տվեք հարցնել. շատ դպրոցականների եք ճանաչում, որոնք քնում են այդքան։ Շատ երեխաներ ռեժիմի բացակայության, բջջային սարքավորումների չարաշահման, սխալ սննդակարգի ու այլ հանգամանքների բերումով քնում են ուշ, քնում են քիչ։ Արդյունքում տուժում է առաջադիմությունը, բայց դա ամենամեծ խնդիրը չէ։ Սոմնոլոգ Սամսոն Խաչատրյանի հավաստմամբ սրան մատերի արանքով նայելը երեխայի մոտ կարող է քնի ֆազայի հետաձգման համախտանիշ առաջացնել, երբ երեխան այլևս չի կարողանում շուտ քնել, երբ էլ անկողնին մտնի, քնելու է լուսադեմին մոտ։ Դա լուծելի խնդիր է, իսկ հիմքում վարքային սովորույթների շտկումն է։ Առանց ռեժիմի ապրող մարդիկ, որպես կանոն, առանձնապես չեն մտահոգվում, երբ գիշերվա ժամը 1-ին իրենց 5 տարեկան երեխան ուտելու կամ մուլտ դիտելու ցանկություն է հայտնում։ Ցանկությունը բավարարվում է ու մի օր վերածվում նույնպիսի նորմայի, ինչպես կեսգիշերից հետո քնելը։ Հետևությունը մեկն է. եթե երեխան չի ցանկանում քնել, ուշ է քնում, քիչ է քնում եւ դա անհանգստացնում է ծնողին, ուրեմն անհապաղ պետք է վերանայել ընտանիքում արմատացած մոտեցումները։ Ես երևի կտխրեցնեմ շատերից, բայց պետք է ասեմ, եթե ձեր երեխան օրական քնում է 9-ից 10 ժամ, դա դեռ չի նշանակում, որ մտահոգվելու կարիք չկա։ Բացատրեմ։ Քնի լիարժեք լինել-չլինելը գնահատվում է ոչ միայն տևողությամբ։ Կարևորագույն պայման է նաև քնի որակը։ Դա հասկանալու համար պետք է հիշել, որ քունն ունի մի քանի փուլ։ Դրանցից յուրաքանչյուրն իր գործառույթներ ունի։ Խորը քնի փուլում, օրինակ, օրգանիզմում ընթանում են վերականգնողական պրոցեսներ։ Քնի ժամերը կենտրոնական նյարդային համակարգն օգտագործում է նյութափոխանակության արգասիքներից ազատվելու համար, որոնց կուտակումը սպառնում է առողջական մի շարք խնդիրներով։ Կան հորմոններ, որոնք արտադրվում են միայն քնած ժամանակ։ Ըստ այդմ, քնի խանգարում ունեցող երեխան հավանական է, որ կունենա նաև աճի հորմոնների, հիշողության հետ կապված խնդիրներ եւ ոչ միայն։ Քնի որակից ու քանակից են կախված երեխայի նյարդային, ոսկրային, իմուն համակարգերը։ Ստացվում է, որ ընդհատումներով ուղեկցվող կամ նորմայից քիչ տևողությամբ քնի պարագայում քնի ընթացքում ծավալվող գործընթացները թերի են կատարվում, ինչն էլ մեխանիկորեն հանգեցնում է առողջական խնդիրների առաջացման։ Քնի բոլոր փուլերը պետք է լիարժեք ընթանան։ Ինչպես հասնել դրան։ Ահա մի քանի խորհուրդ։ Ստեղծեք քնելու եւ արթնանալու հստակ ռեժիմ։ Կարևոր է քնել եւ արթնանալ միևնույն ժամերին, անկախ աշխատանքային կամ հանգստյան օրերից։ Կայուն ռեժիմն օգնում է օրգանիզմին հասկանալ, թե երբ է մոտենում քնի ժամը։ Արեք այնպես, որ ձեր ու ձեր երեխայի նյարդային համակարգը եւ հոգեհուզական դաշտը զերծ մնան
ակտիվացնող գործողություններից։ Քնելուց 2 ժամ առաջ խորհուրդ չի տրվում իրականացնել ակտիվ ֆիզիկական գործունեություն կամ որևէ այլ ակտիվություն, որը կդրդի դրական եւ կամ բացասական հույզերի ակտիվացմանը։ Ինքներդ մի օգտագործեք ու հետևեք, որ երեխաներն էլ չօգտագործեն կոֆեին, հատկապես երեկոյան 5-ից հետո։ Կոֆեին են պարունակում սուրճը, թեյը, գազավորված ըմպելիքները, շոկոլադը։ Կոֆեինն ակտիվացնող նյութ է, որը կարող է սրել քնի հետ կապված խնդիրները։ Նույնիսկ եթե կոֆեինից հետո ստացվի քնել, քունը լինում է մակերեսային եւ անորակ։ Պետք չէ քնել սոված վիճակում կամ հակառակը, լիքը ստամոքսով։ Երեկոյան ժամերին մի կերեք ու երեխաներին էլ մի առաջարկեք սպիտակուցներ եւ ճարպեր պարունակող դժվարամարս սնունդ։ Քնել պետք է մութ սենյակում։ Մթությունը կարևոր գործոն է, որն օգնում է հեշտությամբ քնել, նպաստում է օրգանիզմում քնի հորմոնի մելատոնինի արտադրմանը։ Ստեղծեք անաղմուկ միջավայր։ Աղմուկը կարող է հանգեցնել ոչ միայն դժվար քնելու, այլև արհեստական արթնացումների։ Ոչ մի համակարգիչ կամ սմարթֆոն քնելուց առնվազն 1 ժամ առաջ։ Գադջետներն ու դրանց արձակած լույսն ընկճում են սկսվող քնի գործընթացը եւ ազդում հետագա քնի որակի վրա։ Վերադառնալով երազների թեմային, հոգեբանները փաստում են, ինքնավերլուծության տեսանկյունից երազները պարզապես անփոխարինելի են։ Երեխաներն ինքնավերլուծության հակված չեն, դրա փոխարեն մեզ շատ բան կարող են պատմել նրանց երազները։ Մասնագետները զգուշացնում են, չի կարելի անտեսել երեխաների մղձավանջները։ Դրանք կարևոր ինֆորմացիա են պարունակում նրանց ներաշխարհում ընթացող պրոցեսների մասին։ Եթե ձեր երեխան ունի մղձավանջներ, այլ կերպ ասած սարսափելի կամ տհաճ երազներ հաճախ է տեսնում, անպայման խորհրդակցեք հոգեբանի հետ։